Այգ Դորունց, պարոն նախագահ, նախ կուզենայի ձեզ, եթե թույլ տայք արձագանքի, դուք հարցրեցիք ինչի կարիք ունի նաև ժողովուրդը, իմ համեստ կարծիքով նաև ժողովուրդը կարիք ունի իշխանությունների ու ժողովրդի միջև որոշակի հավասարակշռման ու հարցը սենց դրա մասին է, չնայած դուք առիթ ունեցել եք անդրադառնաք այդ հարցի հետ կապված, ուղղակի ես մի քիչ այլ տեսանկյունից եմ ուզում հարցը տալ։ Կարծիք կա, որ մեր խնդիրը ոչ այնքան անձերն են, հանձինս օրինակ Նիկոլ Փաշինյանի նմանի, այլ են քաղաքական համակարգն ու սահմանադրական կարգը, որը թույլ է տալի նմանին անել այն ինչ որ ինքը անում է, որը առավել եւս ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Հարցը հենց դրան է վերաբերում, այսինքն կառավարություն կազմելու դեպքում արդյոք դուք նախատեսում եք սահմանադրական փոփոխություններ միահեծան իշխանության հնարավորությունը բացառելուն ուղղված, իհարկե բաց թողնելով արտահերթ ընտրությունների հարցը, պատրաստ եք արդյոք այդ հարցը դարձնել օրակարգային, փորձելով բարձրացնել հասարակության գիտակցությունը անձերից համակարգային պետության հասնելու մակարդակին եւ եթե այո, ինչ քայլեր եք պատրաստ դրան։ Շնորհակալություն։ Նայեք, այդ հարցի վերաբերյալ առիթ ունեցել եմ արտահայտվելու եւ իդեպ ժամանակին այս սահմանադրությունը ընդունելիս բացասական եւս արձագանք ունեցել եմ նաեւ հրապարակային։ Ինձ համար այս սահմանադրության մի հատված կա, որը մեծ սենց բաների մոտ կասկած էր առաջացնում, որ իսկապես սենց սուպեր վարչապետության այդ մոդելը կբերի անպայման պրոբլեմների։ Ես լրիվ ընդունում եմ եւ մենք սա տեսանք։ Եթե գործադիր իշխանության ղեկավարը կարող է SMS-ներով ազատել դատական իշխանության անկախ մարմինների ղեկավարներին, SMS-ը ուղղակի մարդիկ SMS ստանում են, թողում գնում են։ Չի էլ կանչում, չի էլ համոզում, սա նորմալ երևույթ չի։ Այո, վստահ եմ, որ պետք է սա փոխել։ Ինչ մոդելով է սա կարելի անել, հակակշիռ առաջնային մանդատ, իմ պատկերացումը կարող եմ ասել, որը մենք խորությամբ չենք քննարկել նաև դաշինքում։ Կիսանախագահական մոդելը ավելի ընկալելի է ինձ համար, որովհետև երկու առաջնային մանդատներ կա եւ նախագահը պետք է կուսակցականացված չլինի եւ այդ երկու առաջնային մանդատները իրար պիտի հակակշռեն։ Դա այն մոդելն է, որ աշխատում է բավական հաջողությամբ Արևելյան Եվրոպայի շատ երկրներում։ Սա տարբերակ մեկ եւ մի բան է առաջարկել մեկ մամուլի ասուլիսի ժամանակ, որ օրինակ դատական իշխանության ղեկավար մարմինները ընտրվեն պարտադիր անդիմադիր ձայների շնորհիվ նաեւ։ Սա իսկապես կերաշխավորի, որ ոչ մեկ ազգային ժողով չի բերելու նախկին ԿՊԱ-ական, մոլի ԿՊԱ-ական կուսակցական, որը հրաժարվում է կուսակցությունից եւ այդտեղից տեղափոխում է օրինակ սահմանական դատարան։ Ինձ հասկացաք, չէ՞, որ պարտադիր օրինակ նորմ լինի դրած, օրենսդրորեն հստակ նորմ, որ օրինակ սահմանական դատարանի անդամ ընտրվելու համար պետք է ունենա կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու համար պետք է ունենա 50 օրինակ 1% դայն կամ ինչ որ տոկոս դայն, որի մի մասը պարտադիր պետք է լինեն ընդդիմադիր խմբակցությունների ձայները։ Սա ծրագրում նաև մենք սա ամրագրել ենք։ Սա այն մոդելն է, որը ուղղակի կբացառի կուսակցականացումը, թաքնված կուսակցականացումը, ասենց կամուֆլաժի տակ դրած կուսակցականացումը իշխանությունների տարանջատման գործում։ Ուրիշ բան հորինելը նույնիսկ պետք էլ չի, որովհետև գործադիր իշխանության զսպող մեխանիզմները դա դատական համակարգն է։ Դատական համակարգ։ Եթե դատական համակարգը պատշաճ ձևով աշխատի, եթե քննչական մարմինները մեկ մարդու կողմից չձևավորվեն, մենք ունենալու ենք բալանսավորված իշխանություն։ Եվ Նիկոլ Փաշինյանների ի հայտ գալը հետագայում պրոբլեմային է լինելու կամ անհնար։ Այսքանը։ Պարոն նախագահ, այստեղ հետ կապված պլատֆորմում մեր ձևակերպումները մի րոպե ներկայացնի Քրիստինան, որ ավելի հստակ լինի
Այս Ինչին հարցին ուղղված էլի։ շատ լուրջ անդրադարձել ենք, մեզ համար խնդիր է գործադիր իշխանության անսահմանափակ լիազորությունները ու ով էլ լինի դա խնդիր է լինելու, դրա համար լուծումը որտեղ են գտել։ Պետական կառավարում եւ արդարադատություն գլուխ ունենք, որտեղ առաջին կետը հենց դա է՝ զսպումներ եւ հակակշիռներ, վերաբաշխել գործադիր իշխանության անսահմանափակ լիազորությունները, խորհրդարանական համակարգի պահպանմամբ նախագահի ուղղակի համաժողովրդական ընտրություն, որպես նաեւ հակակշիռ։ Բացի այդ, գլխավոր դատախազի, ԲԴԽ, ՍԴ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների եւ մարդու իրավունքի պաշտպանի ընտրություն ընդդիմադիր ձայների պարտադիր մասնակցությամբ։ Այսինքն այս պաշտոններին պիտի ընդդիմադիրները պարտադիր մասնակցեն, դրա ձևերը եւս կան։ Քննչական եւ ինքնավար պետական մարմինների, ինչպես նաեւ դատախազության իրական անկախությունը երաշխավորող օրենսդրության ընդունում։ Սա էլ մի հատ առանձին մաս է, որ առանձին օրենսդրություն պիտի ընդունենք, որ այս անկախությունը այս մարմինների իսկապես երաշխավորված լինի ու SMS-ով մարդիկ չազատվեն։ Այս է մեր մոտեցումները։ Ես դա տեսել եմ անձամբ, երբ ինձ sense հերթով փակնիստերի ժամանակ կալանավորում էին, գլխավոր դատախազը 4-5 դատախազով sense գալիս էին, իրենց ճկում էին, որ հանկարծ ասեչկա չտանել, որ կալանք ստանա։ Ես տեսնում եմ, որ ուղղակի սա օրենքի գերակայության հետ, արդարադատության հետ կապ չունեցող երևույթ է։ Մեկ մարդ ուղղակի ասել է գնա, ինչ գնով ուզում ես կալանքը ստաց, այդ մարդը եկել է եւ ամեն գնով sense փորձում էր այդ կալանքը ստանալ։ Այսքան։ Ես ընդհանրապես կուզենայի խնդրել այդ հարցը եւս դարձնել թիրախային օրակարգային հասարակության հետ շփման մեջ, որտեղ իմ խորին համոզմամբ, եթե ընդդիմադիր դաշտի իր հավաքականության մեջ այդ հարցը դարձնի օրակարգային ու լսելի դարձնի հանրությանը, վստահաբար այս իշխանության հերացումը ավելի հեշտ կլինի, որովհետև որոշակի գաղափարական առնվազն գաղափարական համախմբման հենքեր կլինի։ Շնորհակալություն։ Անպայման։